Դուք դրամահավաք էիք անում 50 դրամներ էիք, չէ՞, հավաքում ինչ եղավ ճակատագիրը դրամահավաքի։ Իրականում կարծես թե այդ ամենա այդպես շատ տեսանելի ակցիաներից մեկն է եղել, որովհետև մենք տեսել ենք, որ տարբեր մեդիա հարթակներ, որոնք կապ ունեն ընդհանրապես լուսաբանում են Երևան քաղաքը, ոչ իհարկե պաշտոնական լրատվամիջոցները, շատ տարածել էին։ Մենք որոշել ենք, որ ամեն կերպ փորձելու ենք այդ դրամահավաքի հասույթը տեղ հասնել Տիգրան Ավինյանին ու այդ ամբողջ դրամահավաքի հասույթը կարելի ասել շպրտվել է դեպի Տիգրան Ավինյան եւ Երևանի քաղաքապետարան, այսինքն մենք 2 թե 3 օր շարունակ եղել ենք Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ, Տիգրան Ավինյանին սպասել ենք, նա այդպես էլ չկարողացավ իր մեջ ուժ գտնել եւ իջնել, պատասխանել մի շարք կարեւոր հարցերի ու նաեւ մեր գումարն ենք փորձում նրան ինչ-որ ձևով փոխանցել։ Դա չի չավ եւ մենք ուղղակի այդ ամբողջ հասույթը փոխանցել ենք, հենց դրել ենք, կարելի ասել շպրտել ենք Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ եւ մեզ գոնե հասած կոնֆիդենցիալ տեղեկատվության համաձայն Տիգրան Ավինյանը այդ հասույթը կարողացել է վերցնել։ Ճիշտ ասած չենք հաշվել, բայց մեր դիտարկմամբ եթե 2 օրվա լանչի փող կարող էր հոգալ նա։